Եվրոմեդիա 24 լրատվականը Երևանյան փողոցներում հարցախույզի միջոցով քաղաքացիների շրջանում փորձեց պարզել, թե ում կընտրեն Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ունեն արդյոք նախընտրելի 3 թեկնածուներ վարչապետի պաշտոնի համար, թե ոչ։ Ում կընտրեիք որպես վարչապետ։ Այս պահին չէ երևի, որովհետեւ համենայն դեպս սրան, որ հաստատ չէ, չեմ կարծում, որ այս պահին կա որևէ մեկը, որին կարելի է նախապատվություն տալ, էլի։ Երևի թե ժողովրդի միջից բոլոր դեպքերում եւ փորձ ունեցող, եթե նկատի ունեք մեր նախկին երկու վարչապետներին, տարակարծիք եմ։ Ամեն մեկը յուրովի արել է ինչ-որ բան երկրի համար, բայց չպետք է սրան բերեին, էլի։ Ամբողջ հարցը դա է։ Իսկ ես վստահ եմ, որ սա ծրագրի հերթական մի մասն է։ Հիմա սրան ինչքան հնարավոր է շուտ է պետք մաքրել։ Գոնե անվտանգությունից ելնելով երկրի։ Մենք մեսնի չենք, մենք եկած ժողովուրդ ենք, բայց Փաշինյանին չենք հնդրել ոչ մի անգամ։ Ոչ մի անգամ։ Դժգոհ եք նրանից։ Այո, սա Ադրբեջանին հողերը տվա, ինչա պետք է գոհել ենք։ Հիմա չես իմանում, կարող այս էլ տա։ Դրա հետ էլ ինչու համար պետք է գոհել ենք։ Ինչ կասեք։ Присоединяюсь. Նույնն էլ ինքն ասում։ Ես կարծում եմ մենք Հայաստանում չենք ապրում, Հայաստան դրսում ապրող որևէ անձնավորություն իրավունք չունի ընտրելու, ընտրությունը պետք է կատարվի Հայաստանում ապրող բնակչության կողմից, որովհետև իրենք են այդ հոգսերը տեսնում եւ առնչվում խնդիրների հետ Հայաստանում, բայց ամեն պարագայում Փաշինյանի ընտրության ժամանակ մենք շատ ողջավորված էինք, բայց հիասթափությունը շատ մեծ է եւ անկեղծ եմ ասում, ես ուզում եմ այնպիսի մեկին ընտրել, որ երկիրը դեպի կործանման չտանի, խաղաղություն լինի մեր երկրում եւ իր գերխնդիրը լինի, որպեսզի մարդիկ երջանիկ եւ առողջ ապրեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք այլևս կորուստներ չունենանք։ Ես անձամբ անուններ չեմ տա, բայց կուզենամ մեկը լինի, որ ինքը իր հոգով եւ սրտով հավատում է Հայաստանի Հանրապետության ապագային, ոչ պատերազմով եւ ոչ էլ կորուստներով։ Եվ այսին մտքերը, որ խաղաղության գնով մենք կորցնենք մեր սահմանները եւ մարդկային կյանքերը շատ կարեւոր են, ով ուզում է լինի անուններ չտամ, պետք է պահենք, պահպանենք այս մի փոքրիկ երկիրը։ Չեն ներկայացել, որ իմանա։ Ունեք նախընտրելի թեկնածուներ։ Այդպես չէ, չգիտեմ ով կարա։ Դի ներկայացնեմ, որ նոր իմանամ ով կա։ Որ կարանաս ընտրես, էլի, սենց օդի մեջ ինչ ասում։ Իսկ ներկայիս վարչապետից գոհ եք, թե դժգոհ։ Ոչ չենք, չէ։ Ոչ մեկին։ Նախընտրելի թեկնածուներ Չունեմ։ Ոչ մեկին։ Ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ուրիշ ոչ մեկին առայժմ չեմ տեսնում։ Չունեք նախընտրելի թեկնածու։ Ոչ, առայժմ չունեմ։ Այս պահին Փաշինյանին։ Ուրիշ թեկնածուների չունեք նախընտրած։ Դեռ չկա ցավոք սրտի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուրիշ ինչ էիք ընտրի։ Ոչ, անդեյսան չկա։ Սաղ էլ բան է։ Նիկոլ Փաշինյանի։ Ուրիշ թեկնածու նախընտրած չունեք։ Չունեմ, որովհետև հասկանում եմ, որ ինքը պետք է իր այդ արդար մոտեցումով, թեպետ իր համար շատ դժվար է, հասկանում ենք, որ իր պատասխանատվությունը շատ մեծ է, համբերում ենք, սպասում ենք մինչև որ արդյունքը տեսնենք։ Ում կտրեի, ոչ մեկի։ Չունեք նախընտրած։ Չունեմ։ Ես համարում եմ, որ այսօր ահավոր վիճակ է, մարդը վարչապետ տնելուց համար, այս մարդը հազիվ յոլա է տանում, թո տանի էլի նորմալ է ինչ եղել։ Ես գոհասել եմ ոչ մեկ երբեք հայ ազգը գոչ եղել իր ղեկավարից, բայց այս մարդուն տվել է ժողովուրդը իր կվեն։ Ուրեմն թող այս մարդը անի այդ կարևորը, մնացածը ինչ չի դարձում։ Իսկ մնացածը չի, ընտրությունով ում կընտրվի ժողովրդի կողմից մեծամասնությամբ ղեկավարությունը, այդ նրա կողմնակից եմ ես, որտեղ ժողովրդական եմ ուզում լինի իմ երկիրը, ժողովրդական, դեմոկրատական, առանց այլևալ, բա մենք ճանապարհ ենք անցել, իշեք մեր այն ինչ ճանապարհը, ու իշեք հիմա, բա պետք է սխալներ լինի, այդ սխալների վրա պետք է ուղղվենք, պետք է դաստիարակվենք, մեր ուղեղը պետք է դաստիարակվի, դա նորմալ է, դա սխալը պետք է լինի, ես չեմ համարում, որ դա սխալ պետք չլինի,
Ես համարում եմ ամբողով էլ գա, ես էլ գամ, ես էլ եմ սխալվելու։ Ինձ էլ են հայոյելու։ Ինձ էլ է ժողովուրդը մեկը գոյ առնելու, մեկը դժգոյ առնելու։ Նորմալ երևույթ է։ Սա այս process-ը մենք պիտի անցնենք։ Եթե չանցնենք, սխալներով, ճշտերով, կոռուպցիոն գողություններով ոչ թե սիստեմատիկ կոռուպցիա կա, արդեն չկա երկրում կոռուպցիա, դա մեծ բան է։ Մեծ բան է, որ չկա վերևը ներքևից փող ուզում, չկա։ Ես կընտրեի ոչ Փաշինյանին։ Չունեք ուրիշ նախընտրելի տեխնացուներ։ Չէ, չունեմ տեխնացուներ, բայց вообще Փաշինյանին չեմ ընտրի, որ իմ տունից, տեղից ինձ հանել բերելաստը բոմժի ձևի պահումա։ Դժվար հարց տվեցիք։ Նախընտրելի տեխնացուներ չունեք։ Շատ ունեմ։ Երեքին կառանձնացնեք։ Չէ։ Հետո մտնելու են սաղ տակը հայոյ են, հիմա ում էլ ասեմ։ Որ կողմից էլ ասեմ, են մի կողմից հայոյելու են։ Եկեք չասեմ անուն։ Օ, դժվար հարց է։ Չեմ կարող ասել։ Նախընտրելի տեխնացուներ չունեք։ Ոչ։ Բայց գոհ եք ներկայիս վարչապետից։ Ոչ։